Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 10-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Մինչև աշխարհաքաղաքական իրադարձություններն անցնել, որտեղ թեմաներ շատ կա, բայց ուղղակի ասեմ, որ երեք հանրային հեռուստաընկերությունով ռազմական գործիչ պատմաբան Արծրուն Հովհաննիսյանը մի քանի հայտարարություններ արել երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված, շատ լայն արձագանք էր ստացել, ինձ էլ շատերը գրեցին, նաև մտերիմ մարդիկ զանգեցին, թե ժամանակին դու ես այդ թեմային անդրադարձել, ինչ կլիներ Ստալինգրադում, եթե գերմանացիները հաղթեին, լավ կլինի անդրադառնաս, եթե ժամանակ մնա անպայման կանդրադառնամ, եթե չէ վաղը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի վարչապետեր Քիր Ստարմերը եւ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև մասնակցելու կամավորների կոալիցիայի հանդիպմանը։ Գիտեք, այդ կամավորների կոալիցիան ստեղծվեց նախաձեռնությամբ այդ երեք պետությունների հիմնական դերակատարները այդտեղ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան էին, դեռ ընտրությունների հետ կապված խառը իրավիճակ էր Գերմանիայում, բայց հիմա շատ ակտիվ դերակատարություն ունեցավ արդեն Ֆրիդրիխ Մերցը, որը ընտրվեց կանցլեր, եւ բացի այդ հենց իրանք հայտարարեցին, որ նկատի ունեցեք, որ մեզ համար շատ լուրջ գործընկեր է նաեւ Լեհաստանը։ Այսինքն երրակի մեջ դիտարկեք նաեւ Լեհաստանը, նույնիսկ եթե քաշային կատեգորիաները մի քիչ տարբեր են։ Հիմա արդեն այդ դրա համար անունը այսպես տրվեց, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան էլ ինչ ասում, այսօր հագեցած օր է լինելու չափազանց կարևոր հանդիպումներ, մենք ողջունում ենք Ուկրաինայում 4 եվրոպացի առաջնորդների վճռականների կոալիցիայի առաջնորդներին, այսինքն այն կամավորների կոալիցիան, որ կար, որոնք սկսած Կանադայով, Ավստրալիայով կանգնած են Ուկրաինայի թիկունքին եւ ըստ էության արդեն ոչ թե մենակ եվրոպական անվտանգության, Եվրամիության անվտանգության խնդիր են դնում, որովհետև Մեծ Բրիտանիան Եվրոպայի միության անդամ չի, ոչ էլ Կանադան, ոչ էլ Ավստրալիան, այսինքն այս որակի մեջ առանձնահատուկ դերակատարություն այս 4-ին տրվում է։ Հիմա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարությամբ կոչ են արել Ռուսաստանին համաձայնվել 30-օրյա լիարժեք եւ առանց պայմանների հրադադարի։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԱՄՆ նախագահ Տրամփի խաղաղության համաձայնագրի կոչերին եւ կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին խոչընդոտելը։ ԱՄՆ-ի հետ միասին մենք կոչ ենք անում Ռուսաստանին համաձայնել լիարժեք եւ առանց պայմանների 30-օրյա հրադադարի արդար եւ երկարատև խաղաղության շուրջ բանակցությունների համար, ասվում է հայտարարության մեջ։ Երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել նաև մեծացնել իրենց աջակցությունը Ուկրաինային։ Այսինքն Դոնալդ Տրամփը առաջարկեց 30-օրյա հրադադար, իդեպ նախաձեռնություն այդ հարցում ուներ նաև Ուկրաինան, բայց Ուկրաինայից առաջ արդեն Տրամփը ասել էր։ Երբ որ Ռուսաստանն ասեց 3 օրյա զինադադար հայտարարենք նաև այդ տոների հետ կապված, Ուկրաինան էլ ասեց այդ դեպքում եկեք 30 օրով դադարեցնենք, բայց դրանից առաջ Տրամփն ասել էր եւ Ռուսաստանը մերժել էր։ Իդեպ այս հայտարարությամբ դրա համար այս 4 պետությունների ղեկավարները հատուկ ընդգծում են, որ նաեւ Դոնալդ Տրամփի հետ համատեղ մենք խոսում ենք այս 30-օրյա զինադադարի մասին, հատուկ ընդգծելով, որ մենք աջակցում ենք Միացյալ Նահանգների նախագահի ծրագրին, բայց Ռուսաստանն է մերժում։ Եվ իդեպ այսօր արդեն Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը, ասեց, որ 30-օրյա դադարը մեզ ձեռնտու չի, որովհետև մեկը Ուկրաինան զինվում է, այդ դեպքում այդ տեմպը մենք կկորցնենք, իրանք ավելի լավ կզինվեն, հիմա մենք նախաձեռնություն ունենք, առաջ ենք գալիս, այդ մեր նախաձեռնությունը մենք կկորցնենք, դրա համար համաձայն չենք։ Եթե ցանկանում են 30-օրյա պատերազմի դադար, 30 օրով դադար, ուրեմն պետք է չզինեն Ուկրաինային, պետք է Ուկրաինային պարտադրեն, որ ինքը ոչինչ չանի, շատ տարօրինակ է, չէ՞։ Այսինքն, եթե դու չես համաձայնում, ասա չեմ համաձայնում, այսինքն դու մերժում ես եվրոպական երկրների, մերժում ես Միացյալ Նահանգներին։ Դե հետո մի ասի Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ ճնշեք Ուկրաինային, որ Ուկրաինան գնա խաղաղության։ Այսինքն սա ավելի շատ պետք է փաստի առաջ կանգնեցնելու համար։ Իդեպ
Ֆրիդրիխ Մերցը փորձում է ամեն կերպ օգտվի նաև առիթից, որ հազիվ շանս է Գերմանիային ուժեղացնելու եւ նաև փորձում է կոմպենսացնի այս զգուշավորությունը, որը ուներ Օլաֆ Շոլցը, որ Տաուրուս հրթիռներ չտվեց, որ շատ հարցերում շատ զգուշավոր էր Ուկրաինային աջակցելու հարցում, հիմա շատ ընդգծված ինքը հայտարարում է, որ հույսներդ կարող եք դնել Գերմանիայի վրա եւ ինքը ամեն ինչով Ուկրաինայի թիկունքին կանգնած է եւ ամեն ձևով օգնելու է, բացի իրենց գործընկերների հետ, որոնց անունները թվարկում է, նաեւ խոսքը գնում է նրա մասին, որ հատուկ Գերմանիա շատ ավելի մեծ ծավալի աջակցություն է ցուցաբերելու։ Սա հատուկ արվում է նրա համար, որպեսզի Գերմանիան ստանա հնարավորություն այս լիդերության շանսը ստացել, հազիվ իրան դիմել են եւ այդ շանսը բաց չի թողի։ Այդ հարցով Մերցի անելիքը շատ մեծ է ու շատ կարեւոր։ Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտնում է. Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել այն պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, որոնց երկրների առաջնորդները Մոսկվայում մասնակցել են հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին ու դեմարշը հայտնել դիվանագետներին։ Արտգործնախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան հայտարարել է, որ 2022 թվականից ի վեր տեղի ունեցող լայնածավալ ռազմական գործողությունները հաշվի առնելով Կիևը Կարմիր հրապարակում տոնակատարություններին օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը համարում է անբայրացկամ քայլ։ Նրանց ներկայությունը միջոցառմանը ոչ մի կապ չունի Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի եւ հերոսների հիշատակը հավերժացնելու հետ։ Այսինքն հիմա ուշադրություն դարձրեք, բացի այն, որ 3 Լվովում հավաքվեցին արտգործնախարարների մակարդակով, այն, որ այսօր այս տրամաչափի պաշտոնյաները հավաքվում են եւ փորձում են ցույց տալ իրենց վերաբերմունքը պատերազմի նկատմամբ, որ ամեն ինչ պետք է անենք համակարգված ձևով, միավորված արևմուտքով Ռուսաստանին պարտադրենք խաղաղություն, այդ պարագայում ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը հայտնվել է Մոսկվայում շքերթի ժամանակ, նաև խոսում էինք նրա մասին, որ դրա հետևանքները մենք հետո կունենանք։ Այդ գնացին այնտեղ կանգնեցին անցավ, բայց հիմա դուք տեսնում եք, մարդիկ ասելու են որոշեք, իրանք հստակ ասում են դու այնտեղ ես, վերջ, մոռացի, որ կարող է ասես, դե լավ, դե ինչ կա դրա մեջ, մի հրավիրել էին հայրենական պատերազմում, մենք էլ ենք մասնակցել, գնացել ենք մասնակցել ես հայրենական պատերազմում, գնայր քո երկրում, այդ քո հաղթանակը տոնեիր։ Գալով կանգնելով այնտեղ դու դրանով ցույց ես տալիս, որ դու ագրեսորի կողքին ես։ Այսինքն, եթե մենք մտածում ենք, դե նա լավ զգուշավոր ասենք չենք ցանկանում հարաբերություն փչացնենք, բայց հիմա տեսնում եք, որ հստակ ձևով ներկայացնում են, անգամ արտգործնախարարությունը կոնկրետ նշում է, որ դուք անբարյացկամ քայլ եք արել եւ դա հետևանքներ է ունենալու։ Սա էր, որ սրա մասին խոսում էինք, որ դրա հետ կապված իսկապես մենք ունենալու ենք այդ խնդիրները, որը որևէ ձևով Հայաստանի համար որևէ հարց չի լուծում, բայց վնասներ բերում է։ Իսկ հիմա նայենք Հնդկաստան, Պակիստան, երկու միջուկային պետություններ, որոնք որ կանգնած են պատերազմի շեմին, իհարկե նաև հանգուցալուծման մասին էլ կխոսենք, բայց տեսնենք ինչով սկսվեց օրը եւ ինչով է ավարտվում։ Հնդկաստանի կառավարությունը երկրի բանակի հրամանատարին լիազորել է կամավոր պահեստազորային կազմավորումներին տարածքային բանակ զորակոչել օգնելու Հնդկաստանի զինված ուժերին։ Տարածքային բանակը զորակոչվում է կանոնավոր բանակին անհրաժեշտ անվտանգություն եւ աջակցություն ցուցաբերելու համար, ասում է հաղորդագրությունում։ Այս քայլը տեղի ունենում Հնդկաստանի եւ Պակիստանի միջև շարունակվող ռազմական էսկալացիայից հետո։ Հնդկաստանի կառավարությունը բանակի շտաբի պետին լիազորել է յուրաքանչյուր սպայի եւ յուրաքանչյուր զինվորագրված անձի զորակոչել, գրում է գործակալությունը։ Եվ բացի դրանից եւ Հնդկաստանը եւ Պակիստանը նաեւ իրանց ռազմական պահեստների, ռազմական տեխնիկայի եւ նրանց սպասարկողների հետ կապված առանձին հայտարարություններ արվել էր, այսինքն նաեւ պատրաստ ենք միջուկային զենք կիրառելու կամ կիրառողի դեմը առնելու ինչ որ ձևով։ Մայիսի 10-ի առավոտյան Պակիստանի կառավարությունը հայտարարել է, որ Հնդկաստանը հրթիռներ է արձակել Պակիստանի 3 ավիաբազաների ուղղությամբ, Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված, նաև հայտարարվել է Հնդկաստանի դեմ մեծ ռազմական գործողություն սկսելու մասին։
Պակիստանի բանակը պլանավորում է հարվածել Հնդկաստանում գտնվող մի քանի ռազմավարական թիրախների։ Հիմա պատկերացնում եք վտանգի մասշտաբները երկու միջուկային պետությունների բախման պարագայում։ Առավելևս, որ կարող են իրանք լինել խիստ կանխատեսելի եւ անվերահսկելի։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 10-ին զրուցել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի հետ եւ ընդգծել, որ Հնդկաստանի եւ Պակիստանի կողմից լարվածության թուլացման եւ սխալ հաշվարկներից խուսափելու անհրաժեշտության մասին պետքարտուղար Ռուբիոն առաջարկել է ԱՄՆ աջակցությունը ապագա վեճերը կանխելու համար արդյունավետ քննարկումների կազմակերպման գործում։ Ահա սա այն վիճակն է, որով մտանք հաջորդ փուլ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո Հնդկաստանը եւ Պակիստանը համաձայնության են եկել լիակատար եւ անհապաղ հրադադարի շուրջ։ Տա Աստված, որ դա այդպես էլ լինի ու նոր զարգացումներ չունենա, նոր առիթ չփնտրեն, բայց հիմա երբ որ Դոնալդ Տրամփը սա ասում է, երեք հիշում եք ինչ էր ասում Դոնալդ Տրամփի տեղակալը։ Փոխնախագահ Վենսը ինչ էր ասում։ Մենք ինչ գործ ունենք միջնորդենք, դա մեր կռիվը չի, մենք որևէ բան չունենք այդտեղ միջնորդելու, որևէ լծակել չունենք նրանց վրա ազդելու։ Մենք չենք խառնվում դրան։ Հիշում եք, այն մարդիկ, ովքեր իմ խոսքին հետևում են, իսկ մենք բարբերաբար հիմնականում այն նույն մարդիկ են, որ այդ ամեն ինչը լսում են, լավ հիշում։ Ապշեցի ասում, ես չեն ասում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների մի կողմը քաշում, ասում է երկու միջուկային պետություն, թող գնան իրար հետ լեզու գտնեն, կամ տան իրար սպանեն, մոլորակը վերացնեն, կամ էլ թե չէ կարող է իրանք իրար հետ լեզու գտնեն, հարցը ավարտվի։ Ու Ամերիկան դերակատարություն հերիք չունի, մի հատ էլ հրապարակային ասում է, որ այդ պատերազմը իմ գործը չի։ Ոնց կարող է պատահի նման բան հնարավոր լինի։ Բարեբախտաբար դրանից հետո մենք լսում ենք, որ Դոնալդ Տրամփի միջամտությամբ, իսկ Դոնալդ Տրամփը միջամտելու հնարավորություն ուներ, որովհետև Հնդկաստանի հետ համենայն դեպս բարեկամակ հարաբերություններ կա, իսկ ինչ վերաբերում է Պակիստանին, Պակիստանի հետ կապված էլ կար։ Մի քիչ դերակատարությունը պակասել էր, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 2001 թվականին մտավ Աֆղանստան եւ 2021 թվականին դուրս եկավ բավականին խայտառակ ձևով, այդքան տեխնիկա թողեց եւ այլ, բայց քանի որ իրանք 20 տարի Աֆղանստանում էին, Պակիստանը որպես հարևան պետություն իրանց բավական հետաքրքրում էր որոշակի հարցերի հետ։ Մի քիչ Պակիստանի հետ իրանց վերաբերմունքը պակասեց, երբ որ արդեն Աֆղանստանից դուրս եկան, այսինքն հետաքրքրությունը պակասեց, բայց դա չի նշանակում, որ իրանք խնդիր լծակներ չունեին կամ շփումներ չունեին, որպեսզի կարողանային այդ երկուսի միջև կոնֆլիկտը հարթել, որ այսուր է գնում ժողովուրդ ջան։ Գուցե երկուսին էլ պետք էր մի հատ միջնորդ, որպեսզի ասեն դե լավ, քո խաթեր հետ են քաշում։ Մեկ է կանգնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահն, ասում է այդ մեր կռիվը չի, մեր գործը չի, մենք չենք զբաղվում։ Պատկերացնում եք, բարեբախտաբար լավ է, ուզում եմ ասեմ, մարդիկ էտել են լսել, այսօրվա Տրամփի ասածնել են լսել, իմ գնահատականներ են լսել, երեք էլ այսօր են։ Չափազանց ուրախ եմ, որ այս տեղի ունեցավ, որովհետև ի վերջո մեր մոլորակը ընդհանուր է, որևէ մեկի քմահաճույքով դա պետք է չլի, որ մի հատ էքսցենտրիկ շիզոֆրենիկ մի օր կանգնի, ասի, եթե հանկարծ պարտվեմ սովորական պատերազմում, մոլորակը կվերացնեմ։ Այնա մի հատ շիզոֆրենիկի ձեռը կրակն ենք ընկել, որ 2022 թվականին ասեց, եթե ինքը կռիվը սկսել է, հետո կանգնում ասում է, եթե մոլորակը պատկերացնում եք առանց Ռուսաստանի, ումա պետք է մոլորակը, բայց ով հարձակվեց քու վրա։ Ռուսաստանը մտավ Ուկրաինա, ոչ թե Ռուսաստան մտավ Ուկրաինայի բանակը կամ ՆԱՏՕ-ի բանակը։ Դրա համար եմ ասում, որ այսինքն այդ խարախուսական բանը ագրեսորի, օկուպանտի չպետք է հետևանք ունենա այդպիսին, երբ որ ասում ենք ուժի դիրքերից աշխարհը բաժանել է շատ վտանգավոր, հəbա դրա մասին ենք խոսում։ Բարեբախտաբար այս ամբողջ ընթացքում շատ հազվադեպ ալնում, որ ուրախալի լուրեր են լինում Միացյալ Նահանգների վարվող քաղաքականության կողմից։ Մեկը հութիներին պատժելն էր, որ շատ կարևոր էր, խայտառակությունը համաշխարհային, կարմիր ծովով չթողեն առևտրային նավերն անցնի, որովհետև մի քանի հոգի հրթիռով խփում են 21-րդ դարում։ Եվ մեկ էլ, որ ասենք այս պատերազմը կանխվեր եւ Ամերիկայի միջնորդությամբ կանխվեր, որովհետեւ Ամերիկայի դերակատարության վերականգնումը երևի մեզ ավելի շատ է հետաքրքրում, քան Ամերիկային, որովհետեւ Ամերիկան չի վերանա, եթե մի քիչ էլ դերակատարությունը փոքրանա, բայց Հայաստանը այս աշխարհաքաղաքական անկախատեսելի վիճակում Աստված գիտի թե որտեղ կհայտնվի, մանավանդ այս կարգի կառավարիչների պարագայում։ Իսկ հիմա նայենք Իրանի հետ կապված էլ
ինչ է սպասվում, որովհետև թեժկետերը մենակ Ուկրաինան չի, մենակ Հնդկաստան, Պակիստան չի, նաև Իրանի հետ կապված խնդիր կա, դրանով պայմանավորված նաև Իսրայելի, Թուրքիայի, Ադրբեջանի դերակատարության։ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների վերաբերյալ նախկինում հետաձգված 4-րդ փուլն անցկացնելու Օմանում։ Դա նախատեսվում է վաղը, անպայման կանդրադառնանք։ Մի մոմենտ Իրանը դժգոհեց, որ ինչա կատարում, նաև հետաձգվեց, այդ հետաձգվելու հետ կապված Միացյալ Նահանգները ցանկանում էր որոշակի պարտավորություններ Իրանը ստանձնի միջուկային զենքը երկրից հանելու, որ հանկարծ հարստացնելու շանսը այնուամենայնիվ չպահպանվի, Իրանն էլ ասում էր, որ այդ հարցը քննարկման առարկա չի, իրանք չեն պատրաստվում իրանց հարստացած ուրանը երկրից հանել, եւ այդ հարցում համաձայնության չէին եկել։ Հիմա եթե միջնորդավորված հասել են նրան, որ այնուամենայնիվ պատրաստ են նստել քննարկել, հիմա նայենք թե վաղը դրանից ինչ կստացվի, բայց նորից Ամերիկայի Միացյալ Նահանգները իր տեսակետը նորից բանակցություններից առաջ հայտնում է։ Առաջի դեպքը չի, որ ինքը սպառնում է, բայց առաջին այդ սպառնալիքները դեռ արդյունք չեն տալիս, որովհետև Իրանը այնուամենայնիվ զգում է, որ Ամերիկան պատրաստ չի հարված հասցնել։ Հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախազգուշացրել է, որ եթե Իրանի հետ կիրակնօրյա բանակցություններն անարդյունավետ լինեն, ապա դրանք չեն շարունակվի եւ մենք ստիպված կլինենք գնալ այլ ճանապարհով։ Այսինքն սա հերթական ակնարկային սպառնալիքն է, որ այնուամենայնիվ կհարվածենք, որտեղ այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ չի։ Իհարկե նորից ասեմ, որ մեզ ձեռնտու չի, որ Իրանը ունենա միջուկային զենք, առավել ևս մեզ ձեռնտու չի, որ այդ զենքը չունենալու դիմաց Ամերիկան հարված հասցնի։ Այս երկու պարագան էլ մեզ համար խիստ անկանխատեսելի է, ամեն դեպքում որևէ լավ բան մեզ համար այդ հարցում չկա։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Ջիդա հանդիպելու Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները եւ միջազգային հարցերը։ Մայիսի 10 դե ինչ է հատուկ Սաուդյան Արաբիան, որովհետև հիմա է սպասվում է Դոնալդ Տրամպի Արաբիա գնալը Սաուդյան, Դոնալդ Տրամպը շատ է կարևորում Սաուդյան Արաբիայի հետ հանդիպումը, որովհետև սպասելիք ունի ներդրումային ծրագրերի հետ կապված, սպասելիք ունի նրա միջնորդական առաքելության հետ կապված շատ հարցերում, նաև Իսրայելի հետ հարցերի կարգավորման։ Եթե հիմա Դոնալդ Տրամպը Իսրայելին այնուամենայնիվ ճնշում է, որ քեզ խելոք պայի Իրանի հետ կապված, լատեսնենք ինչ է ալնում, եւ Թուրքիայի հետ կապված, նաև Գազայի հետ կապված արդեն խնդիր է առաջանում, ապա գոնե ինչ որ հարցով կուզենա նաև կոմպենսացնի տես խաղաղության համար, քեզ համար օրակարգ եմ ձևավորում եւ ամեն ինչ անում եմ, Բայդենի մոտ չհաջողվեց Սաուդյան Արաբիային բանը եւ Իսրայելին բերի խաղաղության դաշտ, Բայդենը շատ էր դա կարեւորում, բայց դա պատճառը եղավ, որ Համասը հարվածեց Իսրայելին, այսինքն այնպես չի, որ Բայդենի ծրագիրը ցախուղվեց, ուղղակի Համասը հարվածեց, պատասխանի դեպքում Սաուդյան Արաբիան ասեց մի կողմ դնենք։ Իսկ հիմա դրա համար շարունակությունը մայիսի 10-ին ավելի ուշ Իրանի արտգործնախարարը կմեկնի Դոհա մասնակցելու Իրան-արաբական աշխարհ երկխոսության գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի քննարկումների առանցքում է լինելու տարածաշրջանային համագործակցությունը։ Այսինքն սա էլ հասկացաք, որ Իրանը ցանկանում է մի հատ այն երկրների հետ, որոնց հետ կապված ծրագրեր ունի Միացյալ Նահանգները, մի հատ էլ ինքը գծերը ստուգի, որ նրանք ամեն դեպքում այդ հարցերը քննարկելիս Իրանի շահերը հաշվի առնեն։ Բացի դրանից Իրանը ամեն դեպքում նաև բոլոր այդ հարևան երկրներին զգուշացնում է, որ եթե նույնիսկ բարեկամ երկրներ եք, հանկարծ ձեր տարածքը չօգտագործեն հրթիռակոծելու համար, որովհետև պատասխան հարված եք ստանալու։ Ձեր ինչին է պետք։ Ամերիկան մի պահ կարող է զիջի, դուք մնաք հարվածի տակ։ Մենք հարևան երկրներ ենք, բարեկամ երկրներ ենք, իմաստը որն է դրա տակ մտնեք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը Սաուդյան Արաբիայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ կարող է հայտարարել ԱՄՆ-ի կողմից Պաղեստինի ճանաչման մասին։ ԱՄՆ նախագահը նաև կհայտարարի պաղեստինյան պետության ստեղծման մասին առանց Համասի ներկայության։ Իհարկե, այս կարգի տեսակետ շրջանառվում է, մի քիչ կասկածում եմ, որ հաջողություն կունենա Դոնալդ Տրամպը այս հարցում Պաղեստին պետությունը ճանաչելու։ Պաղեստին պետությունը ճանաչելու պահը բաց է թողնված, հիմա այս պահին մինչև Իսրայելին չկարողանան հետ մղեն ինչ-որ դիրքերից, խոսել Պաղեստին պետության ճանաչելու մասին իրատեսական չի։ Նույնիսկ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները լավ ենք հասկանում, որ եթե պետությունը ճանաչեն
100-ից ավել պետություններ արձագանքել են էլի Պաղեստինը ճանաչելու հարցում երկու փուլով է այդ ամեն ինչ եղել մենակ այն չի որ վերջի շրջանում ակտիվացավ բայց մեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունները պետք է համաձայնվեն համենայն դեպս Միացյալ Նահանգները դեմ էր որ Պաղեստին պետությունը ճանաչվի համարենք ենթադրենք ժեստ անելու համար Դոնալդ Տրամպը համաձայնվում է Պաղեստին պետության ճանաչելուն։ Հիմա դրա վտանգը ինչու՞մ է կայանում։ Պետություն իր սահմաններով ոնց է ճանաչում այս վիճակում։ Ուրեմն պետք է Իսրայելին պարտադրես հետ քաշվել, որովհետև ինչ է իրականում տեղի ունեցել 1947 թվականի նոյեմբերի 29-ին։ Երբ որ արդեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշեց երկու պետություն ստեղծել Պաղեստին աշխարհագրական տարածքում 25000 քառակուսի կիլոմետրի վրա, 14,000 հրեական, 19 արաբական, այսինքն մեկի անունը Իսրայել, մեկինը Պաղեստին։ Բայց այդ պարագայում, երբ որ առաջացավ պատերազմը, դեռ նույնիսկ մինչև պետություն հիմնադրելու հայտարարությունն արվեց որոշակի ժամանակացույցով, չէ, Իսրայելը արդեն 1948 թվականի մայիսի 14-ին հայտարարեց պետության ստեղծման մասին, բայց քանի որ այդ պատերազմը արաբական երկրները տենցել չէր դադարել 47-48 ու անգամ պետությունը չճանաչելու պարագայում շարունակվեց այդ կոնֆլիկտը, որի արդյունքում Իսրայելը ամեն անգամ ամեն պատերազմի ժամանակ ինչ որ տարածքներ էր վերցնում։ Եվ այդ պարագայում, երբ որ ինքը արդեն 49 թվականի մայիսի 11-ին արդեն ՄԱԿ-ը ճանաչեց պետությունը Իսրայել, Պաղեստինը չճանաչեց, որովհետև արդեն այդ կոնֆլիկտների պարագայում արդեն սկի վիճակը հասկանալի չէր, թե ինչ ալնում։ Կոնֆլիկտը դրանից չէր պակասի։ Եվ այդ պարագայում հիմա ինչ ստացվեց։ Այդ 14,1-ից հիմա Իսրայելը ունի 22,100 քառակուսի կիլոմետր, որը աշխարհի շատ երկրներ չեն ճանաչում, մի մասը չի ճանաչում, մի մասը ամբողջությամբ չի ճանաչում։ Հիմա եթե փորձի Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչի Պաղեստինի պետությունը, այդ դեպքում բա ոնց է սեկտոր Գազան դատարկում։ Այսինքն նշանակում է դա ընդհանրապես արանքից դուրս է գալի։ Հասկացանք Համասին վերացրեցիր։ Բա ոնց է արևմտյան Երուսաղեմի, Հորդանան գետի արևմտյան ափը, արևելյան Երուսաղեմը։ Այսինքն սա նշանակում է տարածքների խնդիր, որը եթե պետք է վերադառնաս նախկին չափերին, նոր ի վիճակի լինես պետություն, թե չէ սենց հատվածաբար սենց սեգմենտներով այդ պետությունը ինչի է նման լինելու։ Պաղեստին պետությունը ճանաչում ես առանց Գազայի, բայց Գազան դատարկում է իր հանձնում է իր կուրորտային երկիր է իր սարքում։ Բացի դրանից նաև խոսում է իր արևելյան Երուսաղեմի Հորդանան գետի արևմտյան ափի հետ կապված ճանաչելով որպես Իսրայելին։ Այս ամբողջ հարցերը թույլ չի տալու այդ հարցը տենց արագ լուծել։ Դա մոտարապես կլինի Ուկրաինայի պատերազմի նման, որ էսա 24 ժամում կդադարեցնենք, հետո տեսնի, որ դա տենց է չստացվեց։ Այսինքն այսօր դեռ պատրաստ չեն այդ հարցը լուծելու, մինչև վերջնական չորոշեն։ Իսրայելին հետ են մղում, թե այս վիճակը սառեցնում են, մինչև տեսնեն ինչ ալնում։ Իսկ հիմա հիշում եք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպը, երբ որ ագրեսորներին ընկեր է համարում, դա սկսվեց Ռուսաստանի հետ կապված, հետո ինչի՞ միայն Ռուսաստանի, ասեց, որ շատ լավ ընկերն է, կարծում եմ իրան կարոտած կլինի Հյուսիս Կորեայի նախագահը Կիմ Չեն Ընը, եւ անգամ մտածում էր էլի հանդիպելու եւ այլ, բայց Կիմ Չեն Ընը երբ որ հասկանում է, որ դու իրան ագրեսոր չես ճանաչում, նա դա հասկանում է թուլության նշան։ Եվ դրա համար Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է. մենք չենք հապաղի ուժի դիմել Վաշինգտոնի դեմ, եթե նա շարունակի ռազմական առումով սադրել Ռուսաստանին։ Էդ էինք ուզում, ժողովուրդ ջան։ Չի կարոտ է պարզվում Դոնալդ Տրամպին։ Ուզում է Տրամպին հարվածի։ Հարցը ոնա չի նա Տրամպին կհարվածի թե չէ, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Հարցը թե ուրիշ հարց է, չէ։ Ինչ է ագրեսորի վերանը լեզու դնում։ Հիմա սա ստիպելու է, չէ՞ որ Դոնալդ Տրամպը վերանայի իր լավ իրան կարոտած ընկերոջ նկատմամբ վերաբերմունքը, որ տղա ջան, այդ քեզ ում տեղն ես դրել, այդ ում ես ահաբեկում։ Եվ հիմա դրա համար հուսով եմ, որ դրա հետ կապված մենք կունենանք վերաբերմունք։ Ժնևում մեկնարկել է Չինաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ։ Չինական կողմը ներկայացնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետխորհրդի փոխվարչապետը, իսկ ամերիկյան կողմը ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Սա էլ այն հարցերից մեկն է, որ Միացյալ Նահանգները մաքսային պատերազմի մեջ որ մտավ,
կոպտագույն սխալ քաղաքականություն էր, վնաս ամբողջ աշխարհին, վնաս համաշխարհային տնտեսությանը եւ շատ լուրջ հեղինակության վնաս Միացյալ Նահանգներին, ել չեմ ասում տնտեսական վնաս։ Իհարկե կամաց Միացյալ Նահանգները փորձեց վերանայել, տարբեր մեղավորներ գտնել, ասել լավ, այս մեկը ուզում է մեր հետ բանակցի, այս մեկին լա այսպես անենք եւ այլ, բոլորն էլ հասկացան, տես միամիտ մարդ չկա, որ սխալը ուղղելու ինչ որ ձև էր փորձում գտնել, որ այնուամենայնիվ գնանք այդ ճանապարհով, որտեվ ի սկզբանե այնպեսի մի հատ նշաձող էր դրած, բոլորը Ամերիկան թալանել են, մենք պետք է այդ թալանը հետ բերենք։ Եթե ասում ես բոլորը թալանել են, թալանը պետք է հետ բերենք, մաքսատուրք ես դնում, հետո այդ մաքսատուրքը հանում, բայց այդ քաղաքացին, որ ձայնա տվեց, չի ասում, բանկեր ջան, թալանը ոնց ես այդ բերելու, եթե մաքսատուրքը նորից վերացնում ես։ Լավ հասկանալով, որ մաքսատուրքը վնաս է, բայց եթե մաքսատուրքը ներկայացում էր որպես օգնություն, հետո ասում էր ոչինչ ամերիկյան տնտեսությունը անկում է ապրում, բայց երկարաժամկետ կտրվածքով մենք հաջողություն կունենանք եւ այլ, այդ բոլորը չթվարկեն, որովհետեւ ամեն օր դրան անդրադարձել ենք։ Բարեբախտաբար, եթե Չինաստանի այդ առճակատումը մեղմանա, որի պարագայում արդեն վերանայվի դա, որովհետեւ շատ լուրջ առճակատման խնդիրը ծավալային առումով շատ մեծ, որի դեպքում եւ Ամերիկան եւ Չինաստանը կտուժեն, բայց հաստատ Միացյալ Նահանգներն ավելի շատ կտուժի։ Դա այնց կտուժի համաշխարհային տնտեսությունը, իսկ մենք այս տնտեսության մի մասն ենք։ Եթե կգան համաձայնության, շատ ուրախ կլինենք։ Բացարձակ չեմ կարծում, որ մեր շահերից աբախը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բոլոր հարցերում զիջի, ինչի թող Չինաստանն էլ զիջի, ինչ ա եղել որ։ Բայց զիջում էլ արդյունքում մաքսատուրքերը չբարձրանան։ Մենք խոսում ենք այդ զիջելը լինի նա, որ Չինաստանն էլ հասկանա, որպեսզի երկուսս էլ չտուժենք, այդ երկու հզոր տնտեսությունները, որոնք համաշխարհային տնտեսության վրա շատ լուրջ ազդեցություն ունեն, եկեք գնանք կոմպրոմիսի։ Եթե Չինաստանը ցանկացած մեղմացման տարբերակով կգնա կզիջի Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ինչի՞ պետք է մենք ուրախ չլինենք, բայց միայն դա չհանգեցնի մաքսատուրքերի բարձրացման, որը հանգեցնի տնտեսական աճի նվազման, չհանգեցնի նրան գնաճի, չհանգեցնի ընդհանրապես համաշխարհային տնտեսությանը ծանր հարված հասցնել։ Եվ նաև տնտեսությունը շատ անկանխատեսելի բաներից, եթե այդ հարցում իրատեսական քայլեր անեն, շատ ուրախ կլինենք, կարանք համարենք սա էլ երրորդ հաջող բանը, որը որ ուշադրություն սխալներից հետո սխալների ուղղման արդյունքում։ Այնպես չի, որ միանգամից այնց ուղիղ տեղը լավ բան են անում։ Չէ, մի հատ սխալվել են, սխալը ուղղում են, բայց սխալը ուղղելն էլ մեծություն է, այնպես որ թող աշխարհը դրանից շահի, մենք չենք ընկնելու նրա հետևից, թե սխալ էր ուղղվեց, թե միանգամից ճիշտ արվեց։ Իսկ հիմա տեսնենք Ադրբեջանի հետ կապված մենք ինչ ունենք։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից հայտնում են մայիսի 9-ին ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը, տուժածներ չկան։ Սա ինչ է կատարվում։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ խաղաղություն է լինելու, Ադրբեջանը մեզ խոստացել է փաստաթուղթ ստորագրել, ոչ, փաստաթուղթը համաձայնեցրել է, ոչ Եվանը չի ստորագրել։ Բայց դա բավարար էր համարում, որ ասում էր հերիք է, պատերազմ չի լինելու, խաղաղություն ալնելու։ Հիմա այդ կրակած փամփուշտի ծակի տեղը Նիկոլ Փաշինյանի գրավոր հայտարարությունը տանենք, փագենք, թե այնուամենայնիվ տանիքը վերանորոգենք։ Ինչ անենք, ասեք, ինչ է նշանակում օդ կրակեն մարդկանց անհանգստացնեն, մերոնք ասեն հանգիստ եղեք, անկանոն օդ են կրակում, մեր վրա չեն կրակում, Ադրբեջանի սպասից, որ ոնց թե հանգստացել եք այդ, օդ կրակելուց չեք վախենում, մի հատ ուղիղ նշանառությամբ կրակի եւ պարբերաբար ուղիղ նշանառությամբ կրակում է։ Նպատակը նա չէ անպայման տան մարդ սպանը, նպատակը նա է, որ երբեք ձեզ հանգիստ չզգաք։ Ինչ է նշանակում հիմա, ինչ անի այդ մարդը, որ ապրի։ Ասում են հերիք հայլի լսում եք ինչ ասում Ադրբեջանը։ Հերիք հայլի լսեք մեր իշխանությունների ասածը։ Մարդը լսում է մեր իշխանությունների ասածը, որ խաղաղություն է լինելու, եւ մեկ էլ լսում է բանի Ադրբեջանի փամփուշտի սուրոտ, որ ասես եկավ եւ խփեց։ Հիմա ինչ անի, այդ ձայնը չլսի, ասի դուք պետք է խաղաղության փամփուշտ են կրակում, Ժորժ ջան, եթե նույնիսկ ձեզ կպնի դուք եք մեղավորին, չի եք դիմադրում, ձեզ չեն ասել խաղաղություն ա բերել Նիկոլ Փաշինյանը։ Եվ որպեսզի իմանանք դա ինչ խաղաղություն է, դա էլ իմանանք։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյրուն Բայրամովն ինչ է ասում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան։ Այս պահին Ադրբեջանը Հայաստանից օրինական ակնկալիքներ ունի։ Դա տարածաշրջանային պահանջներից հրաժարվելն է, ուշադրություն, օրինական ակնկալիք։
Եվ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարումը, ասել է արտգործ նախարարը, հավելելով, որ կողմերի միջև շփումները շարունակվում են։ Բայց այս երկուսը ինքը դիտարկում է որպես նախապայման։ Նիկոլ Փաշինյանն ասում է, ԵԱԿ Մինսկի խումբը լուծարման փաստաթուղթը կստորագրենք խաղաղության փաստաթղթի հետ, եւ մեկ էլ մեր սահմանադրությունը չի խանգարում, որպեսզի մենք խաղաղության փաստաթուղթ ստորագրենք, որովհետև մեր սահմանադրական դատանը տվել է իր եզրակացությունը, որ ընդհանրապես չկա պահանջատիրություն Ադրբեջանի նկատմամբ։ Բացի դրանից, եւ մենք համաձայնեցված կետ ունենք, որ այս խաղաղության պայմանագրի վրա չի կարողացնի որևէ այդ երկու երկրներից որևէ մեկի ներպետական օրենքները։ Բայց պարագայում այսպիսի համաձայնություն, այսպիսի պայմանավորվածության պարագայում Ադրբեջանը շարունակում է երկու նախապայմաններ դնել։ Հիմա դրա շարունակությունը նայենք, դրանով չի ավարտվում։ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև տրանսպորտային կոմունիկացիոն գծերի բացման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է։ Ուշադրություն։ Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները, եզրափակել է Ջեյհուն Բայրամովը։ Այսինքն Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև տրանսպորտային կոմունիկացիոն գծերի բացման պարտավորություն։ Ինչ ասա։ Հիմա կարող ենք ասել Ադրբեջանը սուտ է ասում։ Դες բան չկա, Հայաստանը չի պարտավորվել։ Չես պարտավորվել, բայց նայել ասում է դե քանի դա չես արել, մենք խաղաղության չենք գնալու։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է Ադրբեջանի հետ մենք պայմանավորվել ենք, խաղաղության ենք գնում։ Մենք էլ ասում ենք, եթե պայմանավորվել ես, Ադրբեջանն ասում է դու պարտավորվել ես, Սյունիքով ինձ ճանապարհ տաս անխոչնդոտ։ Հիմա սուտ է ասում, թե ճիշտ է ասում։ Եթե սուտ է ասում, ոնց հավատանք Ադրբեջանի մնացած ասածներին, որ ժողովրդին ասում եք հերիք այլի պատերազմից խոսեք, խաղաղություն բեր։ Մենք պայմանավորվել ենք, խաղաղություն ենք բերել։ Ում հետ ես պայմանավորվել։ Ջեյհուն Բայրամովի հետ։ Բա մարդը քեզ կանգնում ասում է դու պարտավորվել ես, ուրեմն տարածքը պիտի տաս։ Եթե սուտ է ասում, ինչի՞ պիտի մենք ուրիշ հարցում այդ ստախոսներին հավատանք։ Եթե ճիշտ է ասում, բա ինչ ես խոստացել եւ մարդկանց փաստի առաջ կանգնացնում, որ եթե այնուամենայնիվ մենք չտանք, իրանք պատերազմով վերցնեն, ոնց որ 44 օրյա պատերազմն ասես դեզմին բանը պիտի լիներ առանց զոհերի։ Բայց առանց զոհերի ով կթողեր հանձնեի, պիտի լիներ որ կարողանայի հանձնեմ։ Դրա համար հասարակությունը չի վստահում եւ մտահոգա այն իշխանության համար, որոնք այս կարգի հարցերով են այս ամբողջ խնդիրները ներկայացնում։ Իսկ հիմա հասկանանք մի բան, Հայաստանը կանգնել ասել է, Ադրբեջան, ես քեզ տալիս եմ անխոչնդոտ ճանապարհ։ Կանցնես պարզեցված ռեժիմով։ Անգամ սկաներները կդնենք բեռը կանցնի, բեռը նույնիսկ չենք կանգնացնի։ Բեռը այդ 40 քանի կիլոմետր անցնելու ընթացքում սկաները որ ֆիքսի, եթե մի վտանգավոր բան էլի նոր կկանգնացնենք։ Մնացածը հանգիստ անցի, խնդրեմ չկա։ Ադրբեջանը դա մերժել է։ Այսինքն նույնիսկ դա է մերժել։ Ադրբեջանը կանգնել եւ ասել է, մենք ճանապարհ ենք սարքում, որ Իրանի տարածքով գնանք։ Մի քանի կիլոմետր ընդամենը ավելանալու, բայց այնտեղ ենք գնալու, մենք մեկը կապվելու ենք, Ադրբեջանի մայր տարածքը կապելու ենք Նախիջևանի հետ։ Եվ այս պարագայում, բայց եթե դուք Իրանով ճանապարհ ունեք, բայց ասել ենք չխապվեք դրա վրա, դա ուղղակի շանտաժ են անում, որ Նիկոլ Փաշինյանը առիթ ունենա մեզ ասի, տեսակ դուք չհամաձայնվեցիք, որովհետև գնաց Սյունիքում ասեց, միլիարդավոր դոլարներ եք ստանալու, երբ որ մեր մոտով անցնի։ Հիմա դուսա գալիս այդ միլիարդավոր դոլարները չստանալու մեղքը մնում է հայ ժողովրդի վրա, որոնք դեմ են դրան։ Այսինքն այս շանտաժն էլ ինքը արեց, բայց հիմա փաստ է առաջանում։ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ այդ տարածքը տալու է, ոչ մի վերահսկողություն էլ չի լինելու։ Դե հիմա եթե Հայաստանի իշխանություններն ասում են, մենք կտրականապես մերժում ենք այդ ստախոսներին, մենք էլ ասում ենք, բա որտեղից երաշխեք, որ այդ ստախոսին հավատում ես, որ խաղաղություն կլինի։ Ասում ես, որովհետև իր հետ պայմանավորվել ենք։ Իր հետ սա էլ է պայմանավորվել։ Մի հատ կողմնորոշվեք, հա։ Դրա համար մենք պետք է շատ զգոն լինենք, որովհետև մեր իշխանություններից հասկանում եք, որ ամեն ինչ է սպասելի է։ Իսկ հիմա ոնց որ դե ժամանակը ներիմա մի հատ կարճ անդրադառնանք նաև Հանրային հեռուստաընկերությունով այն հայտարարությանը, որ արվեց ամենասկանդալային մասը, որ մարդկանց հետաքրքրեց, որ Արծրուն Հովհաննիսյանը ասեց, որ այո, եթե Ստալինգրադը ընկներ, դրանից հետո Թուրքիան Գերմանիան կմտներ կվերցներ հարավային Կովկասը, Անդրկովկասը եւ արդեն այդտեղից նաեւ Հայաստանի օգնությամբ հայկական զորքերի, որ մենք ունենք լեգիոն Գերմանիայի կազմում, որը առանձնապես լուրջ գործողությունների չէր մասնակցում, բայց այդ արդեն մասնակցություն կունենար եւ կմտներ եւ Թուրքիան կվերցներ Հայաստանից։ Այսինքն դա մեզ համար կլներ լավ, որ վերջապես արևմտյան Հայաստանն էլ կմիանար արևելյան Հայաստանի եւ կունենայինք անկախ պետություն, փաստորեն, որովհետեւ եթե արդեն խորհրդային միությունը պարտված լիներ, Հայաստանը խորհրդային միության կազմից բնականա դուրս էր գալու։ Այսինքն ստացվեց այնպես, որ
հանրային հեռուստաընկերության եթերով մարդը հայտարարում է, որ եթե Գերմանիան հաղթեր, մեզ ձեռնտու էր մենք կունենայինք մեծ հայկական պետություն, այսինքն Արևմտյան Հայաստանն ու Արևելյանը միասին։ Հիմա դուք պատկերացրեք մարդը, որը պատմաբան է, ռազմական գործի մասնագետ, գալիս է կանգնում է, փոխգնդապետ, եթե չեմ սխալվում, դասախոս է, գալիս է այդպիսի բանը թվերով, փաստերով ամեն ինչ ասում է, որ մարդիկ հավատան, չէ։ Իհարկե ասածների մեջ շատ ճշմարտություն կար, դրա մասին չի խոսքը, Ամերիկայի աջակցությունը, Լենդ-լիզի ծրագիր եւ այլ, դրա մասին շատ ենք խոսել, այնպես չի որ իհարկե, բայց երբ որ այդքանը հագեցված ձևով ասում ես, մարդիկ միանգամից մտածում են, սա էլ է ճիշտ ասում, այսինքն ինչ է ստացվում, նախ ինչ որ վերաբերում է Ստալինգրադի ճակատամարտի հետ կապված, ես նաև տասնամյակների ընթացքում տասնյակ անգամներ եմ դա անդրադարձել, որ նույնիսկ չունենալով անկախություն մենք ունեինք այլընտրանք։ Շատ ապշեցուցիչ է, որ այսօր մենք անկախ պետություն ենք, բայց այլընտրանք չունենք, մեզ ասում են Ռուսաստանի հետ ելնելուց այլընտրանք չունենք։ Ես էլ դա էի օրինակ բերում։ Երբ որ Ստալինգրադի հետ կապված ասվում էր, որ այն ժամանակ Սերժանտ Պավլովներ չէ պահում այդ շենքը, որը հենց իր անունով էլ կոչում էին, Ստալինգրադի ներսում անգամ փողոցային մարտեր էր գնում, ամեն շենքի համար էր գնում։ Հետո որ դրա վերահսկողությունը, պաշտպանությունը անցավ լեյտենանտ Աֆանասիևին, ես ասում եմ, ուրեմն Հայաստանի 4.500 տարվա քաղաքակրթություն ունեցող պետության ճակատագիրը կախված էր նրանից, թե լեյտենանտ Աֆանասիևը կարող էր պահել Սերժանտ Պավլովի տունը, թե չէ։ Դա էր պատճառը, որ մտածում ենք ինչու պետք է այլընտրանք չունենայինք, որ այո, մենք ունեցել ենք հայկական լեգիոն 42 թվականին ստեղծված Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ։ Իսկ ինչ վերաբերում էր Նեժդեին, դա 44 թվականի խորհրդի մասին էր խոսքը, Արծրուն Հովհաննիսյանը այնպես ասեց, ոնց որ երկուսը իրար հետ կապեց, բայց դրանք առանձին էին, էլի, թեկուզ նույն նպատակի համար, բայց առանձին էին։ Բայց հարցը դա չի։ Մենք մտածում ենք, որ այո, ցանկանում էին ունենալ անկախ հայկական պետություն եւ մտածում էին, որ եթե Ստալինգրադը ընկնի, Ճապոնիան այն կողմից կմտնի, Թուրքիան էլ այս կողմից կմտնի, Թուրքիայի դեմը առնել եւ Հիտլերի հետ համագործակցության պարագայում հասնել նրան, որ Հայաստանը ոտատակ չգնա։ Այսինքն Հայաստանը դուրս գա, դառնա, ասենք, անկախ Հիտլերի հետ համագործակցելով փրկենք մեր պետությունը։ Դա էր ծրագիրը։ Իհարկե դա տեղի չունեցավ, որտեղ Ստալինգրադը չընկավ, Գերմանիան պարտվեց։ Բայց ներկայացնել դա, որ ափսոս Եթե Գերմանիան հաղթեր, մենք կունենայինք ավելի մեծ հայկական պետություն, առնվազն տարակուսել է, բայց այդ դեպքում մայիսի 9-ին, այդ նույն օրը Նիկոլ Փաշինյանը ինչ գործ ուներ Մոսկվայում։ Այսինքն հանրային եթերով ասում են, որ ափսոս Գերմանիան պարտվեց։ Նիկոլ Փաշինյանը գնացել է ում հաղթանակն է տոնում։ Ռուսների։ Դա Հայաստանի պարտությունն էր Արծրուն Հովհաննիսյանի հայտարարված հանրայինի եթերով։ Եվ շարունակությունը նայենք, իսկ հիմա ենթադրենք, համարենք, որ խորհրդային միությունը պարտվում էր Ստալինգրադից հետո։ Գերմանիան մտնում էր Անդրկովկաս, վերցնում էր այդտեղից էլ մտնում էր Թուրքիա, այսինքն ամբողջ արևելյան Եվրոպայի երկրները օկուպացրել էր, խորհրդային միությունը օկուպացնելու էր, բայց ստեղծելու էր անկախ Հայաստան ու ասեր գնացեք վայելեք։ Ինչ էր խոսում։ Հայաստանը մնալու էր Գերմանիայի տիրապետության տակ, այնտեղ Ռուսաստանի, այնտեղ Գերմանիա, ուրիշ ինչ էր ելնելու։ Իսկ հիմա մենք մտածենք, խորհրդային միության ժամանակ մենք ինքնուրույն չէինք, խորհրդային միության ժամանակ մենք պարտադրված պատերազմի մեջ ենք։ Այո, մարդիկ անձնազոհ կռվել են, ես ասել եմ, որ իմ հարազատներն էլ են կռվել, պապս է վիրավորվել, այնպես չի որ, այո, դա նաև մեր պատերազմն է եղել։ Բայց խնդիրը ուրիշ է, բայց խորհրդային միությունն է այդ պատերազմը վարել, մենք դրա կազմում ենք եղել։ Բայց եթե ըստ Արծրուն Հովհաննիսյանի ստացվում է, որ Գերմանիան վերցնելուց հետո մենք ինքնուրույն որպես պետություն հարձակվելու ենք Թուրքիայի վրա։ Այսում համար է սա ասում, որ մենք պատրաստվում ենք Թուրքիան գրավել, արդեն անկախ ելնելով, առանձին պետություն, հայկական պետություն վերցնենք Հիտլերի համաձայնությամբ, բա որ վաղը մյուս օրը Հիտլերը պարտվեր, ինչ էին կանելու։ Բա մարդկանց հետ էլ ասա պատմաբան ես։ Համարենք լավ խորհրդային միությունը Ստալինգրադն ընկավ, խորհրդային միությունը խնդիրներ ունեցավ, հետ քաշվեց։ Հիտլերը քանի տարի էր կարողանալու ամբողջ աշխարհը բռի մեջ պահելու։ Ինչը Ամերիկան համաձայնվել էր պարտությանը, Գերմանիան ներողություն Մեծ Բրիտանիան համաձայնվել էր, այդ ում պետք է տենց բռի մեջ պահեր։ Թող այդ պատերազմը մի քանի տարի հետո ի վերջո հանգեցներ նրան, որ մասերի բաժանվեր կամ Գերմանիային դուրս մղեին։ Այդ դեպքում Հայաստանը վիճակը պատկերացնում եք ինչ կլներ։
Ինչ ենք հիմա մենք ներկայացնում։ Ափսոս Հայաստան պետություն կունենայինք անկախ։ Բոլորը Հիտլերը կգրավեր, մեզ անկախություն կտար։ Պետք չի տենց բաներ ասել եւ պատմական փաստերը ուղակի աղավաղել։ Նախ, այո, ինչ որ մի ժամանակ մարդիկ մտածել են Գերմանիայի հետ համագործակցելը լավ է եղել։ Նայեք մեր հարևան պետության օրինակը, Իրանի օրինակը։ Իրանի Ռեզա խանը լավ էլ գնդապետ տղա էր, կազակների ատաման, լավ էլ պարապած։ Ինքը բրիտանացիների շնորհիվ իշխանության եկավ։ Բայց այնուամենայնիվ ցանկանում էր բրիտանական ազդեցությունից դուրս գա, եւ ինքը դրա հետ կապված լավագույն տարբերակը գտավ Գերմանիայի հետ համագործակցությունը։ Գերմանիայի հետ համագործակցեց եւ կարողացավ Բրիտանիային իր երկրից հանի։ Բայց ինչ մտքով պետք է անցներ, որ կարողա Գերմանիան հարձակվի խորհրդային միության վրա եւ Իրանը փաստորեն դառնա Գերմանիայի դաշնակից։ Անմիջապես խորհրդային միությունը մտավ, օկուպացրեց Իրանի հյուսային մասը, Բրիտանիան վերադարձավ հարավային մասը։ Եվ ինչ կատարվեց։ Ռեզա խանը հասկացավ, որ ինքը սխալվեց Գերմանիայի հետ գործընկերության հարցում։ Անմիջապես պաշտոնը հանձնեց իր տղային Մոհամեդ Ռեզա Փեխլևիին։ Իրան վերցրեցին բրիտանական ռազմական նավով ուղարկեցին Մավրիկիա, հետո գնաց Հարավաֆրիկյան Հանրապետություն, ընդեղ էլ ինքը մահացավ, իսկ անմիջապես իր տղան պատերազմ հայտարարեց Գերմանիային եւ դաշնակցային պայմանագիր ստորագրեց Խորհրդային միության հետ ու Բրիտանիայի հետ եւ հետո դարձավ հակահիտլերյան կոալիցիայի անդամ։ Այսինքն մտածենք, որ ենթադրենք ինչ որ կարճաժամկետ մենք մնայինք Գերմանիայի օկուպացիայի տակ, բայց ավելի մեծ պետությամբ։ Բա որ Գերմանիան պարտվեր, հետո ինչ էր ելնելու։ Հայաստան պետությունը գոյություն կունենար, ժողովուրդ ջան։ Դրա համար ես ուզում եմ ասեմ, որ այս կարգի բաները, որ ասում եք հետևանքները չեք ասում, մարդը մտածում է, իհարկե շատ լավ է, որ ինքը լավ ներկայացնում է Միացյալ Նահանգների դերակատարությունը, ոչ թե Միացյալ Նահանգները չօգներ, խորհրդային միությունը չէր հաղթի։ Այդ առանց իր ասելու տասնյակ անգամներ եմ ես դրան անդրադարձել, այն ժամանակ, երբ որ ոչ մեկը դրա մասին չէին խոսում։ Բայց ասել մեծ թվով ճշմարտություններ եւ միած սպասում առաջացնել, ափսոս Գերմանիան չհաղթեց, թե չէ մենք կունենայինք մեծ Հայաստան, Գերմանիայի ազդեցության տակ ունենալով մեծ Հայաստան, ու շտեշուտ Գերմանիան պարտվեր, դա հենց մենք ինչ կունենայինք այդ պարագայում։ Ու չմոռանանք, որ Թուրքիան Խորհրդային միությունից էր վախենում, որ դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Թուրքիան եվրոպական պետություն չի, ընդամենը մի փոքր տարածք ունի եվրոպական։ Երբ որ ՆԱՏՕ-ն ստեղծեցին 49 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում 12 հիմնադիր երկրներով, ուր էր Թուրքիան։ Թուրքիան չկար։ Թուրքիան ինչի է առաջին ընդլայնման ժամանակ մասնակցել, որովհետև ինքը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ 52 թվականին վախենալով խորհրդային միության ագրեսիայից, որտեղ խորհրդային միությունն արդեն 49 թվականի օգոստոսի 29-ին միջուկային ռումբը արդեն փորձարկել էր, նրանից արդեն վախենում էին։ Այսինքն վտանգը գալիս էր խորհրդային միությունից Թուրքիայի համար։ Հիմա նենց է ներկայացվում, որ ոչ թե Թուրքիան Միացյալ Նահանգների դաշնակիցներ, այլ Թուրքիային վերացնելու էր Գերմանիան։ Մենք էլ ստանալու ենք անկախ բավական մեծ պետություն։ Եվ այդ թյուրիմացությունը մարդիկ լսում են այն մարդուց, որը թվերով, փաստերով ամեն ինչ ներկայացնում է։ Հետո կասեն այն մարդ ճիշտ է ասում։ Բայց այդ դեպքում ասում է բալա մի հատ խաբար արեք Նիկոլ Փաշինյանին, թող հետ գա, մի հատ գնա Գերմանիային, ծնկաչոք շնորհակալություն հայտնի, ասի ափսոս պարտվեցիք։ Մի հատ կարա՞ք կողմնորոշվեք այս ժողովրդին ինչ եք ասում։ Անպայման պետք է մի 10 բան ճիշտ ասեք, մի հատ 11, մի հատ եսիմինչ հիմարություն։ Լավ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։